Բարև Ֆակտոր TV հյուրը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է, ողջույն պարոն Բադալյան։ Վերջին օրերի ընթացքում առնվազն 12 անգամ Ադրբեջանը մեղադրել է հայկական կողմին կրակոցների մեջ եւ այս թիվը պոտենցիալ ունի ավելանալու եւ սա անում է խաղաղության համաձայնագրի 17 դրույթների համաձայնեցումից անմիջապես հետո։ Ինչու՞։ Դե Ադրբեջանը պարբերաբար է դիմում այսպիսի ալիքների, առաջին անգամը չէ, որ մի քանի օր շարունակ հայտարարում են իբրև թե Հայաստանի զինված ուժերը խախտել են հրադադարը։ Ես կարծում եմ, այս տեխնոլոգիան Ադրբեջանը կիրառում է ոչ մեկ նպատակով, որպես կանոն թերևս նպատակները, մոտիվները տարբեր են լինում, սկսած իհարկե նրանից, որ այս կերպ անընդհատ լարվածության եւ հոգեբանական ճնշման տակ է պահում թե Հայաստանին քաղաքական իմաստով, որովհետև երբեք մեծ հաշվով չես կարող իմանալ, թե արդյոք սա իսկապես ծրագրված սադրանքի ինֆորմացիոն նախապատրաստում է, թե պարզապես հոգեբանական ճնշման միջոց, բայց դա աշխատում է, նաև հասարակության հանդեպ բնականաբար, դա թույլ է տալիս որոշակիորեն նաև ազդել հանրային տրամադրությունների վրա քաղաքական մթնոլորտի իմաստով, խթանում է Հայաստանում տարբեր խոսակցություններ ըստ քաղաքական մոտեցումների եւ ըստ բնականաբար պատկերացումների, այսինքն սա Հայաստանի ներքին մթնոլորտի վրա ազդելու բավական գործուն միջոց է, նվազագույնը։ Արդյոք նախապատրաստական ինչ-որ փուլ է որոշակի էսկալացիայի կամ սադրանքի շեմին։ Բնականաբար սա եւս կարող է լինել, բայց այս տեսանկյունից ես փորձում եմ առաջնորդվել բովանդակությամբ հրադադարի խախտման վերաբերյալ այդ ապատեղեկատվությունների, առայժմ բովանդակությունը ընդամենը այն է, որ կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ես կարծում եմ, այս հարցում պետք է հետևել այդ դինամիկայի փոփոխությանը, եթե աստիճանաբար ընդլայնվի ապատեղեկատվության բովանդակությունը գործողությունների իմաստով, ապա դա անհանգստանալու առիթ բնականաբար պետք է տա, քանի դեռ այդպիսի չկա։ Հարավային սահմանների իբրև թե ես նկատի ունեմ բնույթը, տրամաբանությունը, այսինքն ոչ թե ուղղությունները, այլ տրամաբանությունը։ Կոնկրետ նաև ուղղությունները։ Նշվում է, որ կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այդտեղ նույնիսկ ժամանակային ինտերվալներ կան, անգամ 10 րոպե են ներկայացրել, 10-ից 19-ից 10 կրակել են։ Բնականաբար մենք միշտ պետք է զգոն լինենք, նույնիսկ եթե Ադրբեջանը այդպիսի տեղեկատվություն, ապատեղեկատվություն չի էլ տարածում, բայց ես կարծում եմ, եթե լիներ պլանավորված որևէ մեծ սադրանքի նախապատրաստում, ապա բովանդակային առումով իրենք ապատեղեկատվությունը կհամեմեին այսպես հայկական զինուժի ավելի թեժ գործողություններով։ Քանի դեռ դա չկա, ես կարծում եմ այդուհանդերձ, որ այս process-ը այդ ապատեղեկատվության ավելի շուտ ինչ-որ տակտիկական խնդիրներ լուծելու նպատակ ունի, չի բացառվում բարձրացնել Ադրբեջանի խաղաքարտերը, այսպես ասենք, այդ համաձայնագրի համաձայնեցումը միջազգային դերակատարների հետ տարբեր ասպեկտներով քննարկելու համար։ Իսկ իր վրա ճնշում կար ստորագրելու, այդպիսի գնահատականներ հնչեցին, որ բոլորը կոչ են անում գնացեք եւ ստորագրեք, Ադրբեջանը այս մեղադրանքներով փորձում է թեման փոխել, այսպես ասենք, իր վրայից այդ բեռը նետել Հայաստանի վրա, որ գնացեք Հայաստանի։ Եթե կա այդպիսի ճնշում, այդ ճնշումը բնականաբար գործադրվելու է ոչ հրապարակավ։ Այդ հայտարարությունները, որ պետք է ստորագրել եւ այլն, դրանք ճնշման մասին չեն խոսում։ Խոսում են արարողակարգային ցանկության մասին։ Եթե կա ճնշում, ապա դա կարտահայտվի այլ կերպ, անգամ եթե հայտարարությունների մակարդակով դրսևորվի, ապա այլ տրամաբանությամբ եւ շեշտադրումներով։ Եթե կա ճնշում, դա պետք է գործադրվի ավելի շուտ, այսպես հետնաբեմային տրամաբանությամբ։ Այդ պարագայում ճնշողին հնարավոր չի այս ապատեղեկատվություններով մոլորեցնել, ասեն դե լավ, մենք ճնշում ենք ձեզ, բայց չենք ճնշում, որովհետև հայկական ուժերը կրակում են։ Իրենք ունեն հայկական ուժերի կրակել չկրակելու վերաբերյալ տեղեկատվության իրենց աղբյուրները։ Նկատի չունեմ միայն օրինակ եվրոպական դիտորդական առաքելությունը, այլ մեղմ ասած բազմաթիվ այլ հետախուզական աղբյուրներ, այո, տիեզերքից սկսած մինչև, չգիտեմ, գուցե գետնի տակից։ Այսինքն այս իմաստով ես չեմ կարծում, թե Ադրբեջանը կարող է այդ ապատեղեկատվություններով ինչ որ մեկին մոլորեցնել քաղաքական ճնշում շեղելու եւ այլնի համար։ Կրկնեմ, տակտիկական ինչ որ նկատառումներով իրենց համար խաղաքարտեր բացել եւ այլն, սա հնարավոր է, բայց նաեւ այստեղ մի ասպեկտի վրա կուզեի ուշադրություն հրավիրել, ադրբեջանական այս ապատեղեկատվությունը մենք տեսնում ենք, որ որոշակիորեն օգտագործում է նաեւ պաշտոնական Երևանը,
այն առիթը, որ տալիս է Բաքուն այս ապատեղեկատվությամբ, փոխելու մասնակիորեն փոխելու այն մթնոլորտը, որ ձևավորվեց այդ խաղաղության պայմանագիր ասվածի համաձայնեցման մասին հայտարարություններից հետո։ Ինչպիսին էր այդ մթնոլորտը, հասկանալի է, որ քաղաքական ընդդիմությունը եւ իշխանության ընդդիմախոս շրջանակները պետք է քննադատեին իշխանությանը, բայց այդ համաձայնությունը, երբ Հայաստանը ընդունում է Ադրբեջանի պայմանները եւ խաղաղության պայմանագիրի բանակցությունը ավարտվում է, բավական նկատելի շփոթմունք առաջացրել էր անգամ իշխանամերձ շրջանակներում, իշխանության համակիրների շրջանակում, եւ առաջին օրերին այդ շփոթմունքը բավական նկատելի էր մեկնաբանություններում, հայտարարություններում եւ այլն։ Հետո ձևավորվեց որոշակի արձագանք, թե ինչպես պետք է բացատրվի սա, եւ սկսեցին բացատրել, որ Ադրբեջանի համար նույնիսկ անակնկալ կերպով է Հայաստանը համաձայնել եւ այլն։ Այս բացատրության մակերեսայնությունը թողնենք մի կողմ, բայց այդ շփոթմունքը կար եւ ես կարծում եմ նստվածքը այդուհանդերձ կա։ Հիմա պետք է որոշակիորեն փոխել մթնոլորտը եւ կարծում եմ պաշտոնական Երևանը օգտագործում է Ադրբեջանի ինձեռած առիթները ցույց տալու համար, որ այդուամենայնիվ գլխավորը էսկալացիա թույլ չտալն է, որ էսկալացիայի վտանգներ կան, ռիսկեր կան եւ այլն, եւ այս կերպ Հայաստանը շարունակում է դրանք չեզոքացնել կամ կառավարել։ Կարծում եմ նաեւ այս ասպեկտը ֆորմալ իմաստով կառուցողականությամբ իրականում դա ընդհանրապես Ադրբեջանի պայմանների ընդունումն է, այսինքն սա բավական ակնհայտ է։ Տեսեք, մեծ, այսպես ասենք, մեծ նկատի ունենք օրինակ 22 թվականի սեպտեմբերի 13-ի 21 թվականի մայիսյան կամ նոյեմբերյան սրացումների սցենարները լավ հիշում ենք, բահերով կռիվներ եւ այլն, պարզ է այսօր դրան երևի թե բանը չհասնի, հայկական զինուժն էլ ինչ որ չափով այն չէ ինչ որ 21 թվին էր, բայց հարցս հետևն է աշխարհաքաղաքական այս կիսաքաոտիկ կամ լավ էլ քաոտիկ իրադրությունը ինչքանով նպաստավոր պայման է ստեղծում Ադրբեջանի համար գնալ ռազմական անակնկալների, ասենք միջանց գրավելու ամենածայրահեղ միջոցներից մեկը դիտարկենք, որովհետև նաև Իրան, Միացյալ Նահանգներ, Իսրայել եռանկյունում կան այսպես զարգացումներ, մասնավորապես մենք երբեմն նաև սպառնալից հռետորաբանություն ենք տեսնում Թրամփի կողմից, որ եթե լավով չուզեք, վատով կլինի, այսինքն միջուկային, այսպես ասենք, ծրագրի շուրջ բանակցության համար 2 ամիս է տվել, դրանից առաջ ասում էր կարող է նաև ռազմական սցենար լինել, եթե խոսակցության չգան, նամակ է ուղղել նաև Իրանին։ Ադրբեջան կարող է այսպես սցենար ունենալ այս իրավիճակից օգտվելու։ Եթե մասշտաբային ռազմական գործողություն դիտարկենք, ես կարծում եմ, այստեղ Ադրբեջանը այդպիսի սցենար որպես այդպիսին ունենալ չի կարող, որովհետև չունի այդ սցենարը սպասարկելու տրամաչափ, քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական տրամաչափ։ Այստեղ գալիս ենք հաջորդին։ Կարող են լինել սցենարներ, որտեղ Ադրբեջանը դիտարկվի որպես գործիք։ Այո, այդտեղ սցենարներ լինել կարող են, եւ սցենարի հեղինակները կարող են օգտագործել Ադրբեջանի հանդեպ իրենց ազդեցությունը Ադրբեջանը որպես գործիք ներգրավելու համար։ Այստեղ ռիսկեր կան։ Ես ավելի շատ ռիսկեր տեսնում եմ ոչ այնքան Իրանի մասով, որքան հենց Կովկասում ստեղծել իրավիճակ, որը կարող է էական հանգամանք լինել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև մեկնարկած այս գործընթացը տորպեդահարելու համար, ինչ նկատի ունեմ, մենք տեսնում ենք, որ Թրամփի այս քաղաքականությունը արժանանում է Եվրամիության սուր քննադատությանը եւ դիմադրությանը, այսպես ասած, եւ առանցքային իմաստով Բրիտանիայի։ Մենք տեսնում ենք գրեթե այսպես դիմակայության ռեժիմը Վաշինգտոնի եւ Լոնդոնի միջև։ Եվ Բրիտանիան բնականաբար փորձում է թե ուկրաինական ուղղությամբ խոչընդոտել այն պայմանավորվածություններին կամ ինչպես Թրամփն է ասում, այն գործարքին, որ կարող է կնքվել իր եւ Պուտինի միջև կամ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև, եւ թե բնականաբար փնտրելու է այլ ռեգիոններ այդ գործարքին, հնարավոր գործարքին խոչընդոտելու համար, որովհետեւ այդ գործարքը ակնհայտորեն ներառում է ոչ միայն Ուկրաինան։ Ուկրաինան առիթն է, բայց այդ գործարքի մասշտաբը իհարկե ոչ միայն Ուկրաինան է,
Այդ գործարքի մասշտաբի մեջ ես կարծում եմ տեղավորվում է նաև Իրանը, Մերձավոր Արևելքը եւ շատ ավելի այլ ընդգրկուն շրջանակներ։ Այս տեսանկյունից կան ռիսկեր եւ ես ուշադրություն եմ ուզում հրավիրել այն հանգամանքի վրա, որ օրինակ Վաշինգտոնը Բաքվի հետ սկսեց կապ հաստատել, առնվազն մեկ ակնհայտ բաց եւ մեկ ենթադրական, նկատի ունեմ այն, որ Մերձավոր Արևելքի հատուկ բանագնաց Ուիտքոֆը Մոսկվայից մեկնել էր Ադրբեջան, Պուտինի հետ բանակցությունից հետո մարտի 14-ին նա մեկնել էր Ադրբեջան եւ մի քանի ժամ անցկացրել Բաքվում։ Ներկայացվեց, որ օդանավի լիցքավորում եւ այլն այսպիսի տեխնիկական պատճառներ են եղել։ Բայց համենայն դեպս առաջանում է հարց, թե ինչու մի քանի օր, 2-3 շաբաթ առաջ Ուիտկոֆը դարձյալ այցելել էր Մոսկվա, բայց դրանից հետո օդանավի այդ տեխնիկական կարիքները, չգիտես ինչու Բաքվում չէին բավարարվել, այլ ուրիշ տեղ։ Ադրբեջանական մեդիաները եւ փորձագետները ասում են եռակողմ համագործակցության համատեքստը։ Դա իսրայելական է, Jerusalem Post-ն էր գրել, որ դա Իսրայել, Վաշինգտոն եւ այլն։ Այդտեղ բնական է ցանկացած կողմ փորձում է օգտագործել ըստ իր քարոզչական նարատիվների, բայց ամենայն դեպս փաստ է, որ Մոսկվայից հետո Ուիտկոֆը այցելել էր Բաքու եւ մի քանի ժամ եղել այնտեղ։ Պաշտոնական հանդիպումներ կամ պաշտոնյաների հետ ոչ պաշտոնական շփումներ եղել են եւ ինչպիսի չգիտենք, բայց փաստը շատ հետաքրքիր է։ Եվ պաշտոնական մակարդակով արդեն ազգային անվտանգության հարցերի խորհրդական Վոլցը հայտարարեց, որ Հաջիևի հետ է խոսակցություն ունեցել։ Ինչով է սա հետաքրքիր։ Հաջիևը մի քանի օր առաջ այցելել էր Լոնդոն եւ այնտեղ հանդիպում էր ունեցել Բրիտանիայի պաշտպանության նախարարության պետական նախարարի հետ։ Եվ ինչի մասին կարող էր լինել այս այցը, որը ընդ որում հաջորդել էր Անկարայում Էրդողան-Ալիև բանակցությանը։ Կարող է արդյոք Լոնդոնը Ադրբեջանից ակնկալել գործողություններ, որոնք կխառնեն Թրամփ-Պուտին գործարքի խաղաքարտերը եւ կստիպեն այդ գործարքի մասնակիցներին հաշվի նստել օրինակ նաեւ բրիտանական մոտեցումների եւ շահերի հետ։ Հաշվի առնելով այն, որ ակնհայտ է Բրիտանիայի դժգոհությունը բաց տեքստով գրեթե ուկրաինական հարցում միանգամայն հավանական է, որ Ադրբեջանը կարող է դիտարկվել ահա այդ սցենարի մաս։ Իսկ ինչպես օգտագործել Ադրբեջանը, ես կարծում եմ Ադրբեջանի օգտագործման, այսպես ասած, լավագույն եւ պատեհ եւ ամենապարարտ ուղղությունը դա Հայաստանն է։ Գուցե հաշվարկների մեջ կարող է լինել Իրանը, հաշվի առնելով հատկապես այդ ճանապարհների խնդիրը եւ այլն, բայց ամենապարարտ եւ ամենադյուրին ուղղությունը այդ քայլերին մղելու դա Հայաստանն է։ Ենթադրենք հարձակվեց Հայաստանի վրա, ո՞նց է խաթարում դա ամերիկա-ռուսական բանակցությունները։ Խաթարելու հարցը հետեւյալն է՝ հաշվի նստել բրիտանական մոտեցումների հետ։ Ինչ պիտի անեն ռուսները։ Ռուսները պիտի փորձեն, ենթադրենք, ինչ որ հարցերում պայմանավորվել Ադրբեջանի հետ, որովհետև այնտեղից Թուրքիան է միջամտելու, պիտի փորձեն պայմանավորվել թուրքերի հետ, սա բնական է, այսինքն այս օղակը անցել ենք։ Իսկ ինչ է նշանակում փորձել պայմանավորվել թուրքերի եւ Ադրբեջանի հետ, դա նշանակում է նաեւ, որ նրանց միջոցով բնականաբար պետք է այդ պայմանավորվածությունների համակարգի մաս դառնա նաեւ Բրիտանիան, որը սերտ գործընկերն է եւ եթե չասենք դաշնակիցն է Թուրքիայի եւ Ադրբեջանի այս ռեգիոնում եւ ավելի լայն իմաստով դեպի կենտրոնական Ասիա եւ Մերձավոր Արևելք։ Դուք զգուշացում եք դիտարկում։ Ես կարծում եմ նպատակը հենց դա է՝ իրավիճակը պահել վերահսկողության դաշտում, որպեսզի Ադրբեջանը չանի գործողություններ, որոնք թույլ կտան շեղվել այն գործարքից կամ շեղել այն օրակարգից, որը կա Պուտինի հետ երկխոսության իմաստով։ Ես կարծում եմ դրանով կարող էր պայմանավորված լինել Վաշինգտոնի արդեն անմիջական կոնտակտը Բաքվի հետ, կրկնեմ, որովհետև շատ առանցքային էր Հաջիևի այդ հանդիպումը Լոնդոնում պաշտպանության նախարարության պետական նախարարի հետ, որը տեղի ունեցավ Անկարայից հետ։ Վերլուծենք նաև Օլցի մի քանի մեսիջ, որոնք հստակ արտահայտություններ են եւ դրանք այլ կերպ մեկնաբանել մի քիչ դժվար է, ասենք կոնֆլիկտը պետք է ավարտվի Հարավային Կովկասում, դա Twitter-ի գրառումներ եւ կարելի է ենթադրել, որ հենց այդ ուղերձն է եղել գլխավորը, որ Բաքու է ուղղել, նաեւ գերիների ազատման մասին էր, բանտարկյալներ բառն է օգտագործում, պարզ է գերիներին նկատի ունի, նաեւ պետք է վերջնականանա գործարքը եւ սա ասում է Բաքվին եւ ոչ Երևանին, ինչից մենք կարող ենք ենթադրել, որ ԱՄՆ-ն էլ է պահանջում մեզնից փոխել սահմանադրություն, բայց վերջնականացման գործարքի մեսիջը հղվում է Բաքվին եւ նաեւ Ամերիկայի, այսպես ասենք, ներկա վարչակազմի
Ամերիկայի ոսկե դարի մասին է նշում Ուոլթսը որպես խաղաղություն հաստատելու process-ի մաս, որ մենք չենք դադարեցնի աշխատանքը, քանի դա տեղի չի ունեցել, ինչպես եք դուք վերլուծում նրա զանգը, ես նաև Ռուբիոյի պետքարտուղարի դրանից մի քանի օր առաջվա այսպես ուղերձը հիշատակեմ, ստորագրեք եւ վավերացրեք, դա էր ուղերձը, բայց Ուոլթսին շատ հետաքրքիր ինչպես եք դուք տեսնում։ Ես նշեցի, թե Ուոլթսի զանգի հիմնական մոտիվը ինչն են պատկերացնում, այսինքն ըստ իս անհանգստություն այդ նշածս շփումների առնչությամբ եւ Ադրբեջանի հանդեպ Ադրբեջանի նկատմամբ ունեցած բրիտանական ազդեցության առնչությամբ պահել իրավիճակը, պահել Ադրբեջանի վարքագիծը կառավարելիության, վերահսկելիության դաշտում։ Ես Ուոլթսի շփումները դիտարկում եմ այդ համատեքստում, նաև մեծ իմաստով Ուիտքոֆի Բաքու այցը, ես կարծում եմ այնտեղ անկասկած եղել են ոչ պաշտոնական շփումներ այդ մի քանի ժամի ընթացքում, որ նա գտնվել է ընդհանուր վերահսկելիություն, այսինքն Ադրբեջանը չդառնա գործիք մի սցենարի, որը Միացյալ Նահանգներինը չէ։ Սա է իմ կարծիքով գլխավոր մոտիվը։ Իրանի հարցը հետաքրքիր է, որովհետև կա տեսակետ, որ Միացյալ Նահանգներն է Ադրբեջանից ինչ որ գործողություններ ակնկալում Իրանի դեմ։ Ավ եկեք պատկերացնենք Ադրբեջանից ինչ գործողություններ պետք է ակնկալվի Իրանի դեմ։ Ադրբեջանը ինչ պետք է անի Իրանի դեմ։ Լավագույնը կամ առավելագույնը որ կարող է անել, դա Իսրայելին թույլ տալ թիրախավորել Իրանը իր տարածքից։ Ես կարծում եմ այս սցենարը, որևէ սցենար իհարկե այսօր աշխարհակաղակականության մեջ չենք կարող բացառել, առավել եւս մենք այստեղ Երևանյան տաղավարներում նստած, բայց ես կարծում եմ այս սցենարը մի քիչ ձգված սցենար է եւ մի քիչ շատ, այսպես ասենք, ծայրահեղացված սցենար է։ Իրանի հարցում իմ դիտարկմամբ ռուս-ամերիկյան այս գործարքում կա հետեւյալ տրամաբանությունը, որ Ռուսաստանը պատասխանատվություն է ստանձնում Իրանի վարքագծի նկատմամբ։ Հատկանշական էր, որ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություններում խոսվում էր, որ քննարկվել է միջուկային սպառազինության չտարածման եւ այլնի վերաբերյալ այս հարցերը եւ այդտեղ համատեղ աշխատելու քննարկումները։ Մենք գիտենք նաև, որ հունվարի 17-ին Թրամփի պաշտոնամուտից 3 օր առաջ կնքվեց ռուս-իրանական մեծ պայմանագիրը ռազմավարական գործընկերության վերաբերյալ, եթե կարդաք այդ պայմանագիրը, դա չափազանց մանրամասն եւ բոլոր ոլորտներն ընդգրկող պայմանագիր է, եւ դրա համատեքստը ոչ բառացի այնտեղ գրված չէ, բայց դրա համատեքստը կարծում եմ այն է, որ Ռուսաստանը իր միջուկային ծածկոցով, այսպես ներառում է նաև Իրանը, դրա դիմաց Իրանը թերևս հրաժարվում է իր միջուկային ծրագրի այդ սպառազինության բաղադրիչը առավել զարգացնելու հեռանկարից եւ տեղավորվում որոշակի պայմանավորվածությունների շրջանակ։ Իմ գնահատմամբ սա է տեղի ունենում Իրանի հարցում եւ այո, տեղեկություն եղավ, որ Իրանին 2 ամիս ժամանակ է տվել Թրամփը կամ գործարքի կգնաք միջուկային գործընթացի վերաբերյալ եւ այլն։ Արաղչին հայտարարել էր, որ այդ Թրամփի նամակում իրենք եւ հնարավորություններ են տեսնում եւ ռիսկեր, կքննարկեն թե մեկը թե մյուսը եւ իրենց ձևաչափով, միջնորդավորված ձևաչափով, ինչից հնարավոր էր հասկանալ տողատակերից, կպատասխանեն Թրամփին։ Ես կարծում եմ հիմա կծավալվի քննարկում, թե միջուկային գործարքը ինչ տրամաբանությամբ է վերականգնվելու, այսինքն միջուկային ծրագրի շուրջ, կառավարման շուրջ, ձևաչափը ինչպիսին է լինելու։ Դա լինելու է նախկինում, ինչպես նախկինում 6+1, 6+1 եվրոպական եռյակը, Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Նահանգներ, Չինաստան եւ Ռուսաստան։ Թե այս ձևաչափը կլինի ավելի սեղմ։ Այստեղ հարց է առաջանում, իսկ Թրամփը երբ դիտարկում է այդ գործարքի հարցը, ինչ ձևաչափ է պատկերացնում։ Եվրոպայի հետ հիմա իրենք բավական դիմակայության մեջ են Թրամփը, մենք տեսնում ենք հարաբերությունները։ Թրամփը Եվրոպան տեսնում է Իրանի միջուկային գործարքում, թե ոչ։ Իրանը արդյոք պնդում է, որ Եվրոպան լինի որպես իր համար վստահության, այսպես ասենք, գործոն, որովհետև եթե Միացյալ Նահանգների մասով հայտարարում են, որ իրենք չեն վստահում նահանգներին եւ ուղիղ չեն բանակցի նահանգների հետ, այսինքն ուղիղ համաձայնություններ, երկկողմ համաձայնությունների չեն գնա նահանգների հետ, Եվրոպայի մասով հայտարարում են, որ իրենք պատրաստ են բանակցել Եվրոպայի հետ։ Այս հայտարարությունները միջուկային ծրագրին գործարքին չեն առնչվում Իրանի, բայց սրանք բավական ցուցիչ են,
թե ինչպիսին կարող են լինել մոտեցումները։ Հիմա արդյոք Իրանը կպնդի, որ միջուկային գործարքը կարելի է վերականգնել, ինքը պատրաստ է վերականգնել, բայց եթե այդ գործարքի մաս կլինի նաև Եվրամիությունը, այն դեպքում, երբ Իրանը կարող է, ներողություն, Միացյալ Նահանգները կարող է դեմ լինել Եվրամիության ներգրավմանը, որովհետև տեսնում ենք այդ մեծ process-ում Եվրամիությունը մնում է դուրս եւ դա է նաեւ առաջացնում դժգոհությունները։ Նույն եվրոպական եռյակը Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա այդ դժգոհությունը ունեն, որ իրենք դուրս են մնում մեծ պայմանավորվածությունների այս process-ից։ Իրանի շուրջ կարծում եմ ծավալվելու են այս process-ները, այս գործընթացները եւ այստեղ իմ կարծիքով այդուհանդերձ պայմանավորվածություն ձեռք կբերվի, որովհետեւ Իրանին հարվածել դա նշանակում է շատ լուրջ հարվածի տակ դնել նաեւ Իսրայելը, այսինքն եթե Իրանի հանդեպ այդպիսի հարվածներ են կիրառվում, Իրանը նախորդ տարի այդ Իսրայելին հասցված իր հարվածներով ցույց տվեց, որ ինքը առնվազն կարող է պատասխանել եւ հնարավոր չէ այդ պատասխանը կասեցնել ամբողջությամբ։ Եվ այստեղ ես կարծում եմ ինքնաոչնչացման տրամաբանությամբ չի շարժվի որևէ մեկը։ Եվ ի վերջո Իրանի հարցում կլինեն պայմանավորվածություններ։ Դե Ադրբեջանում հավանաբար պետք է ռիսկերի գնահատում անեն եւ եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, ինչքանով Ադրբեջանը կարող է Իրանին հյուսիսից արգելափակելու, ասես ասենք, ապրանքը փորձել վաճառել, հա, Իսրայելի կամ Միացյալ Նահանգների վրա Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի նկատմամբ ընկալում ձևավորելու իմաստով, ինչ եք մտածում։ Ադրբեջանը իհարկե փորձում է օգտագործել այս անկայունության, այս քաոսի եւ ուժի դարաշրջանի հանգամանքը Հայաստանից առավելագույնը պոկելու համար։ Եվ իհարկե եթե ունենա պատեհություն ուժի կիրառման, տեսնի լեգիտիմ միջավայր ուժի կիրառման, անվարան օգտագործելու է, հատկապես որ կասկած չկա, այդտեղ Թուրքիան է լինելու, Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի թիկունքին։ Բայց Ադրբեջանը ինքնուրույն երբեք չի գնա մասշտաբային այդպիսի որոշումների, որովհետև չունի դրա հնարավորությունը։ Եվ ավելին, Ադրբեջանը այդուհանդերձ կներգրավի, կամովին կներգրավի որևէ մեծ խաղի մեջ, եթե այդ խաղը ունենա այսպես գերակա կոնսենսուս աշխարհաքաղաքական խաղացողների շրջանում։ Եթե ինքը ներգրավելու է մի խաղի մեջ, որը մի սցենար է ընդդեմ Թրամփ-Պուտին սցենարի, այստեղ Ադրբեջանի համար կան շատ մեծ ռիսկեր եւ կարծում եմ Ալիևը շատ լավ պատկերացնելով այդ ռիսկերը չի ներգրավի։ Խնդիրը հետեւյալն է, իսկ արդյոք նրանք կարող են ստիպել ունենալով նրա հանդեպ ազդեցություն, տարբեր ազդեցություններ։ Այս ռիսկերը կան եւ վերադառնալով այդ Միացյալ Նահանգների շփումներին, ես այդուհանդերձ հակված եմ մտածել, որ Վաշինգտոնից փորձեցին կառավարել այդ ռիսկերը, որպեսզի Ալիևից այսպես անկանխատեսելի գործողություններ չստացվեն։ Մնացյալը Ադրբեջանը իհարկե փորձելու է մանևրել, խաղալ այդ տարբեր սցենարների մեջ, այսինքն այդ իմաստով Ադրբեջանի խնդիրը եւ մարտահրավերները մեծ հաշվով չեն տարբերվում այլ երկրներից, այդ թվում նաեւ Հայաստանից։ Մեզ համար խնդիր է այն, որ Ադրբեջանը մեր նկատմամբ ունի ուժային գերակշռություն եւ ուժային գերակայություն։ Շատ մանրամասն խոսեցինք Իրանի շուրջ իրավիճակից, մեր անմիջական հարևանը եւ դա բնական է, որովհետեւ յուրաքանչյուր ռիսկ այսպես սահմանն անցնելու վտանգ ունի։ Իսկ պարոն Բադալյան, Ռուսաստան, Ուկրաինա, Միացյալ Նահանգներ, Եվրոպա տիրույթում ինչ է կատարվում։ Սպասում է նաև Միացյալ Նահանգների բանակցությունները միաժամանակյա հյուրանոցային բանակցությունները հավանաբար էլի Սաուդյան Արաբիայում եւ ռուսական պատվիրակության հետ եւ ուկրաինական խաղաքարտեր կարծես շատ բաց են այս անգամ, թե իհարկե այսպես իրավիճակը սրելու կամ քուանշ հայտարարելու բանը ոչ ոք չի չեղարկել, հա, սցենարը։ Ինչ եք դուք այդտեղ սպասում, հաշվի առնելով Թրամփ-Պուտին վերջին խոսակցությունը, նաև Զելենսկի-Թրամփ խոսակցությունը, ի վերջո հաշվի առնելով կողմերի կարմիր գծերը եւ այն ռեսուրսները, որով կարող են այսպես սպասարկել այդ կարմիր գծերը, դաշնակիցների եւ այլ ռեսուրսները, ինչ եք դուք սպասում։ Դե եթե խաղաքարտերը բացում են, ինչքան շատ է բացվում խաղաքարտերը, դա ենթադրում է թերևս, որ չբացվածներն էլ պակաս չեն արդեն, այլ շատանում են նաև չբացվածները։
Տեղի ունեցողը իմ կարծիքով հետեւյալն է, ինչպես նշեցի, Թրամփ-Պուտին գործարք է ծավալվում, որտեղ առանցքային դեր է ունենալու նաև Չինաստանը, հաշվի առնելով այն, որ այս պատերազմում Չինաստանը եղել է որոշակի հերվից խաղացող, բայց առանցքային դերակատարներից մեկը, եւ Եվրոպան, եվրոպական առաջատար եռյակը, այդպես ասած, ինչպես խոսեցինք Իրանի մասով, Լոնդոնը, Փարիզը եւ Բերլինը անհանգստացած եւ դժգոհ են, որ իրենք այդ մեծ գործարքից դուրս են մնում։ Ուկրաինան այստեղ շարունակում է լինել ընդամենը միջոց։ Ֆորմալ իմաստով, այո, դերակատարություն ունի այն առումով, որ հնարավոր չէ այդ ֆորմալությունը չնկատել, բայց բուն իմաստով Ուկրաինան միջոցն է, այստեղ Ուկրաինան կողմ չէ։ Միջոցն է եւ որոշակի դիմադրություն կարողանում է ցույց տալ, որովհետեւ միջոց է դառնում նաև եվրոպական դժգոհ դերակատարների համար։ Որոնք ուզում են սեղանի շուրջ լինել։ Այո, Ուկրաինայի միջոցով փորձում են սպասարկել, ինչպես խոսում է, օրինակ Ադրբեջանի միջոցով էլ կարող են փորձել, առնվազն Բրիտանիայում կարող են փորձել ազդել process-ների վրա եւ պարտադրել իրենց, այսինքն հաշվի նստեք մեզ հետ։ Մեզ հետ էլ պայմանավորվեք այնպես, այն ծավալով, մասշտաբով եւ տրամաչափով, ինչպես իրար հետ եք պայմանավորվում։ Հիմա Ուկրաինան սրա միջոցն է եւ տեղի ունենում այս դիմակայությունը, այսինքն այստեղ բավական բարդ խաղ է ըստիս, այսինքն որքան էլ Թրամփն ու Պուտինը իրար հետ են ուզում պայմանավորվել, այստեղ շատ հարաբերական է եւ շատ դժվար է միարժեք ասել, որ օրինակ Պուտինը կարող է դժգոհ լինել Թրամփի նկատմամբ Եվրոպայի դիմադրությունից։ Հակառակը, որքան Եվրոպան խնդիրներ ստեղծի Թրամփի համար, այդքան Պուտինը կարող է ավելի մեծ գին ունենալ նույն Թրամփի համար, որովհետև այնտեղ հարցը միայն Ուկրաինան չէ, Թրամփի եւ Եվրոպայի փոխհարաբերություններում։ Հարցը Միացյալ Նահանգների իշխանությունն է գերակա իմաստով։ Թրամփի համար դա է գլխավոր հարցը, Ուկրաինայում տեղի ունեցողը այդ հարցի սպասարկման միջոց։ Նա հիմա տեսնում է, որ իր իշխանության հարցը սպասարկելու անհրաժեշտ միջոցը Ուկրաինայում ռուսների հետ պայմանավորվածության հասնելն է։ Եթե Եվրոպան խանգարում է Թրամփին այդ հարցում, այդտեղ բարձրանում են Պուտինի խաղաքարտերը եւ նաեւ հերական իմաստով Չինաստանի խաղաքարտերը։ Սա կարծում եմ այն է, ինչ նյարդայնացնում է Թրամփին։ Որոշակի շանտաժային տար կա, այսինքն եվրոպական Եթե Եվրոպան խանգարում է Թրամփին, Թրամփը հայտնվում է հետեւյալ խնդրի առաջ, կամ գնում է այն ճանապարհով, ինչ ուզում է Եվրոպան, իսկ դա նշանակում է, որ Թրամփը հայտնվում է Եվրոպայի իշխանության ներքո։ Կամ նա գնում է եվրոպական այդ էլիտաների, որը պայմանական իմաստով, նույնիսկ գուցե ոչ այնքան պայմանական, այլ հենց բուն իմաստով կարող ենք դիտարկել այդ ուլտրալիբերալ թևը արևմտյան էլիտաների, որը մինչև նոյեմբեր կամ մինչև հունվար իշխանության էր նաև Միացյալ Նահանգներում, իդեմս դեմոկրատական վարչակազմի։ Այդ գլոբալիստական ուլտրալիբերալ գաղափարների կամ մոտեցումների կրող թևը իր ամբողջ ֆինանսատնտեսական համակարգով փորձում է Թրամփին պահել իր ազդեցության գոտում։ Թրամփը դրան է դիմադրում Ուկրաինայում հրադադարի գնալու իր ձգտումով եւ Պուտինի հետ գործարքի իր ձգտումով, որպեսզի կարողանա նաեւ ամրացնել իր իշխանությունը Միացյալ Նահանգներում։ Եվ այդ դիմադրությունը բնականաբար որոշակիորեն նաեւ Ռուսաստանի օգտին է, որովհետեւ Ռուսաստանը գնացել է վաբանկ, Ռուսաստանը այս պատերազմում գնացել է այն, ինչ իրեն գոնե մինչև հիմա չի կարողացել թույլ տալ Եվրոպան եւ չի կարողացել թույլ տալ Միացյալ Նահանգները։ Այդ վաբանկը արդարացվելու շանս ունի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թրամփը այդպես առանձնագի էմոցիաներով չի առանձնացել Ուկրաինայի եւ ուկրաինացիների նկատմամբ, նրան մեղադրեցին նախորոք Ռուսաստանի զիջումներ անելու մեջ, երբ հայտարարեց ՆԱՏՕ-ի անդամակցություն Ուկրաինային չի լինելու, անիրատեսական է Ուկրաինայի տարածքների վերադարձումը։ Գուցե Բայդենյան վարչակազմն էլ էր այդպես մտածում, բայց դա այդպես բաց չէին ասում, հակառակը արդարացվելու շանս ունի, այո, այդ վաբանկը արդարացված է։ Արդարացված է ինչ իմաստով է արդարացված։ Հակառակ տարբերակը ինքնաոչնչացումն է։ Հատկապես Ռուսաստանը ուկրաինական թաթերաբեմում բերել է այն, ինչ ունի, այսինքն ամեն մեկը իր ռեսուրսներով է մտնում համաշխարհային այս վերաբաժանման process։ Ռուսաստանի ռեսուրսը պատերազմն է, այսինքն տնտեսական իմաստով, այլ իմաստներով կենսունակություն, մեծ մրցունակություն Ռուսաստանը չունի եւ բերել է այդ process-ին իր ունեցած ռեսուրսը, պատերազմը։ Այստեղ խնդիրն այն է, թե ի վերջո այդ պայմանավորվածությունները ինչ հարաբերակցությամբ են լինելու, որովհետև հակառակը կրկնեմ, դա ինքնաոչնչացումն է։
բոլոր իմաստներով։ Ինչքան էլ այդ էլիտաները պայքարում են իշխանության եւ փողի համար համաշխարհային մակարդակով, այդուհանդերձ նրանք իհարկե խելագար չեն, որպեսզի գնան ինքնաոչնչացման եւ ինչ որ մի կետում պայմանավորվելու են։ Հիմա Թրամփը ունի իր կետը, այդ գլոբալիստական լիբերալ թևը իր կետը ունի, իր կետը, իր պայմանները։ Պայքարը այդ է, հասնել այդ կետին եւ պաշտպանել սեփական մոտեցումները, կարողանալ պայմանավորվել սեփական մոտեցումների գերակայությամբ։ Սրա շուրջ է պայքարը եւ ես կարծում եմ այդ process-ը բոլոր իմաստներով միշտ էլ եղել է կառավարելի։ Եթե նայենք ուկրաինական պատերազմը եւ դրան արևմտյան օգնությունը, նույն դեմոկրատական վարչակազմի օգնությունը, այդ օգնությունը եղել է այնպես եւ այն ծավալով, ինչ ծավալով եղել է անհրաժեշտ հենց արևմուտքի համար եւ ոչ թե Ուկրաինայի։ Եվ այստեղ սա շատ հստակ ցույց է տալիս, որ այդ process-ը գերտերություններն են կառավարել, այսինքն պատերազմի կանոնները քննարկվել են նրանց միջև։ Եվ ես տարբեր անգամներ առիթ եմ ունեցել ասելու, 6 ամիս Միացյալ Նահանգների դեմոկրատական վարչակազմը բազմամակարդակ բանակցություն է վարել Ռուսաստանի հետ ուկրաինական պատերազմի մեկնարկից առաջ։ 6 ամիս ոչնչի մասին չեն բանակցում կամ ոչ մի արդյունք, այսպես զրոյական արդյունքով չեն բանակցում։ Ես կարծում եմ, որ 6 ամիս պայմանավորվել են ինչ կանոններով է գնալու այդ պատերազմը, ինչ տրամաբանությամբ է ծավալվելու այդ պատերազմը։ Եվ Ուկրաինային թույլ էին տալիս X ծավալի հարված այն ժամանակ, երբ որ իրենք էին համարում նպատակահարմար, X զենքով հարված կամ մատակարարումները եւ այլն։ Դա ակնհայտ է եղել, որ այդ process-ը կառավարվում էր, դա ակնհայտ էր բավականին։ Շնորհակալ եմ, կհետևենք, պարոն Բադալյան։ Factor TV-ում հյուրընկալել էինք Հակոբ Բադալյանի։